Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարի պաշտոնից հույսը կտրած ՔՊԱ-ական Արսեն Թորոսյանի ցանկությունը կարծես թե առողջապահական պետական հիմնադրամի ղեկավար դառնալն է։ Օրաթերթը տեղեկացավ, որ այս հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար ոչ միայն Արսեն Թորոսյանն է պայքարում, այլ նաև Սամվել Ղարազյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից նախորդ կիրակի օրվանից սկսած կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է 13 անգամ։ Փաստացի ՊՆ-ն նախարարի գլխավորությամբ բառախաղով հաստատում է կրակոցների մասին լուրը։ Ըստ օրաթերթի ԲԴԽ գիտնական անդամ է ցանկանում դառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտուր Դավթյանի մտերիմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչական նախկին պետ Արտուր Չախոյանը։ Գիտնական անդամներ են ցանկանում դառնալ նաև Նարինե Սողոմոնյանը, Անահիտ Աբրահամյանը և Սամվել Առաքելյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մոտորերս պաշտոնին հրաժեշտ կտա նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որ 19 թվականի սեպտեմբերին է նշանակվել առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով։ Մարտի 19-ին արցախցիները մեծ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում, հայտնում է օրաթերթը։ Հրապարակը նաև գրում է. ամենաբարձր մակարդակով պետական ապարատին և համայնքային իշխանություններին հանձնարարվել է չխոստովանել սոտքում հնչած կրակոցների փաստը, թերևս, որ չխաթարվի Փաշինյանի հյուսած խաղաղության հեքիաթը։ Փաստի տեղեկություններով առաջիկա օրերին ՔՊ-ն Գյումրիում ավելի ինտենսիվ է կիրառելու իրավապահ գործիքակազմը մրցակից թեկնածուների դեմ։ Փաստ օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը որոշել է կիրառել 2022 թվականի ձմռանը հարկային օրենսգրքում իրականացրած օրենսդրության փոփոխությունները և լրացուցիչ հարկ գանձել կառուցապատող ընկերություններից։ Հատկանշական է, որ թեև օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ օրս օրենքը չի կիրառվել։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ օրագիր News կայքում։